Հուլիսի 26-ին ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը։ Մասնակցում էին ոստիկանության տարածքային բաժինների պետերը, օրակարգում հետևյալ հարցերն էին՝ ձերբակալվածների պահման վայրերի վարչակազմերի գործառույթները, ինչպես եւ փոխհարաբերությունները այլ պետական մարմինների ու կազմակերպությունների հետ, կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարը։ Խոսելով ձերբակալվածների պահման վայրերի վարչակազմերի գործառույթների մասին, Վարդան Եղիազարյանը կարևորեց թափանցիկ աշխատելավոճն ու համագործակցությունն այլ կառույցների հետ։ Զեկուցողը ներկայացրեց արվածն ու անելիքը, նշեց առկա բաց թողումները, որոնց վերացման ուղղությամբ արվեցին կոնկրետ առաջարկություններ։ Անդրադառնալով կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, կարևորվեց ամենօրյա աշխատանքի բարելավումը, բացահայտումների օպերատիվությունը այլ կառույցների եւ նաեւ բնակչության հետ համագործակցությունը, ինչը կնպաստի իրականացվող աշխատանքների արդյունավետությանը։ Առաջադրված խնդիրների քննարկումից հետո կոնկրետ հանձնարարականներ տրվեցին տարածքային բաժինների պետերին։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հուլիսի 25-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 16-ը, արձանագրվել է զենգզինամթերքի առգրավման 1 եւ թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք, բացահայտվել է գողության 10, խարդախության 5, գույքի դիտավորությամբ ոչնչացման եւ ապօրինի ծառահատման 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 25-ին ժամը 23:30-ի սահմաններում Արմավիրի մարզի Միասնիկյան Դալարիկ ճանապարհի 3-րդ կիլոմետրից դեպի աջ ընկած մոտ 300 մետր հեռավորությամբ գտնվող Դալարիկի ձոր կոչվող տարածքում հայտնաբերվել է 1965 թվականին ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը, որը հուլիսի 23-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն։ Հուլիսի 14-ին ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի ռեստորաններից մեկի նախասրահում մի կին աթոռին դրված պայուսակից հափշտակել է դրամապանակ, որի մեջ եղել է 400,000 դրամ եւ բանկային քարտեր։ Տեսագրությունում երևացող կնոջը ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին, զանգահարել 0222 22202 010 59 06 14 հեռախոսահամարներով։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։